Ամենա մուլտիպլիկացիոն ողջույնները ձեզ, իմ տաղանդավոր, շնորհալի փոքրիկ հեռուստադիտողներ, եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է, ձեզ է ողջունում ինչպես միշտ մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը, ողջունում են նաև ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, մեր լավագույն բարեկամները, հատկապես SM Փղիկ խալիքների խանութ սրահ, հասցեն նոր-նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան, 14, հիշեցի, դե խալիքների մասին խոսեմ քիչ հետո, ողջույնները ավարտեմ, նոր խոսեմ, թե ինչու են այս խալիքները գտնվում այստեղ, ձեզ ողջունում եմ մեր ամենաբարի ժամապահ Քերին, ով գտնում է այս տեսախցիկի ետևում, նույնպես թաթիկով է անում սիրելի փոքրիկներ, խոստանում է միշտ, մեզ տալ երկար եթերային ժամանակ կարողանանք նկարել մեր այսօրվա մուլտիպլիկացիոն կերպարներին, այո, կերպարներին, ոչ թե կերպարին, այսօր երկու հերոս ենք նկարելու, ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը, պատրաստեք, քիչ հետո կասեմ, թե ինչ ենք նկարելու, և այս նկարը, սիրելի փոքրիկներ, ոնց եք անելու, որ ուղարկեք Քերի Մուլտիկնիկին, բացի դրանից, ես գիտեմ, որ դուք այս հերոսներին, որ քիչ հետո նկարելու շատ ծանոթ եք, քաջածանոթ եք, տեսեք իմ փոքրիկ բարեկամներ, այս նկարը նկարելուց հետո դուք գեղեցիկ, շատ գեղեցիկ նկարում եք, ուղարկում եք Քերի Մուլտիկնիկին, Քերի Մուլտիկնիկը լավագույն նկարի հեղինակներից մեկին կնվիրի այս խալիքները, որ ձեզ համար իբրև նվեր մրցանակ պատրաստել է SM Փղիկ խալիքների խանութ սրահ։ Դուք ծանոթ եք, չէ՞, գայլն ու գառը առակին։ Այո, ահա, մեր նամակների սենյակից, երբ որ ես փնտրում եմ առաջադրանքներ փոքրիկների կողմից, բազմաթիվ փոքրիկներ խնդրում են, որպեսզի նկարենք գայլուկ կամ գառնուկ առանձին, փոքրիկներից մեկը Արսենչիկը 6 տարեկան խնդրել է, որպեսզի Քերի Մուլտիկնիկը սովորեցին նկարել գայլն ու գառը առակի հերոսներին ավելի մուլտիպլիկացիոն, որ երբևիցե ոչ միտեղ չի հանդիպել այդ նկարին։ Լավ, այս առաջադրանքը քիչ հետո կատարենք, որը նաև մասնակցում է մեր մրցույթին։ Ամենակարևորը ես ուզում եմ ձեզ դյուրին ձևով, հեզ ձևով սովորեցնել նկարել, որ երբևիցե ոչ մի փոքրիկ չկարողանա ասել, թե ինձ մոտ նկարել չի ստացվում։ Վերցնում ենք կախարդական սև մատիտը, սիրելի փոքրիկներ։ Ինձ մոտ վարպետ մատիտ է, մարկեր է, դուք սովորական մատիտներ վերցրեք, երբ որ ձեր մոտ գծիկը ծուր գնա, ռետինե ջնջոցով կարողանաք մաքրել նկարել այնպես, ինչպես Քերի Մուլտիկնիկը։ Տեսեք, գայլուկից եմ սկսելու, ոչ թե գայլուկից, այլ գայլից, առակի մեջ մի քիչ չար կերպար է գայլը, դրա համար այստեղ միանգամից գլուխն ենք նկարելու, ավելի չար աչքերով, ինչ որ այսպես մեղադրող հայացքով։ Տեսեք, կետիկներով եկեք գլխի հատվածը նկարենք, հետո ինչու կետիկներով, սիրելի փոքրիկներ, որպեսզի հետո զիգզագաձև դարձնենք։ Այս կետիկները, այս պատկերը տեսակ, Քերը երևում է։ Մենք զիգզագաձև գծիկներով միացնելու ենք իրար, որպեսզի գայլուկը մի քիչ բրդոտ երևա։ Նույնիսկ կարող եմ մի քիչ հաստ մատիտով անել, իմ փոքրիկ բարեկամներ, ձեզ լավ երևալու համար։ Այստեղից դունչիկն եմ նկարելու, այս մասից ուշադրություն, թեք գծիկ, առաջ, այստեղից ուղիղ գծիկ, առաջ, կլորիկներով միացնելու ենք իրար։ Հիմա կասեք Քերի Մուլտիկնիկը այս ինչ է անում։ Հետո գայլուկի կամ գայլի, ինչու գայլուկի, քիթիկն եմ նկարելու, այսպիսի մի պատկեր։ Այն սևով ներկեմ, իհարկե փայլիկ թողնելով։ Այսպես, կետիկներ, դունչիկի վրա։ Տեսեք, գլուխը, դունչիկը, հիմա նաև այստեղից շարունակելու եմ գզակը, հետո նկարելու եմ աչքերը, բարկացած աչքեր եմ նկարելու։ Սկզբից այսպիսի պատկեր եմ նկարում, 1, հայլու նման կրկնում եմ ձեզնից աչակողմի հատվածում, 2,
Այստեղ աչքերը, արդեն կնկատեք, որ չար աչքեր են երևում։ Սևիկները մի քիչ ներքև, երևի գառնուկը այստեղ կնկարենք։ Ունքերն էլ չարությամբ դեպի վերև։ Հիմա սրածայր աչքերն ենք նկարելու։ Ներեցեք, սրածայր աչքեր նկարեցինք։ Ականջներն ենք նկարելու մեր գայլի, այսպես ուրեմն։ Հոպ, մեկ, հոպ, երկու ականջին խորություն ենք տալիս։ Գայլի, տեսեք, գլուխը արդեն կա։ Այստեղ կոպեր, նույնիսկ սևով կարելի է կոպեր անել։ Ուզում եմ ավելի մուլտիպլիկացիոն լինի մեր հերոսը, դրա համար նրան կտանք շապիկ ու հեշտ ձևով եմ ձեզ սովորեցնում շապիկը նկարել, այսպես գծիկ, սա շապիկը կլինի, թևիկ կխենք աջ թևիկը դեպի ներքև, այստեղ բուրդ մատիկ կնկարեմ և բռունցք։ Հիմա ձախ ձեռքը այստեղից դեպի վերև կպարզեմ, այ դու փսլնկոտ, ոչխարի լակոտ, երևի այդ պահն է, բուրդ մատիկը, ցուցամատը, մեղադրող, դու ինչի տեր ես, որ գազ քթովդ, պնչովդ, ջուրս պղտորես, հիմա ոտքերն ենք նկարելու, ավելի հեշտ ձևով եմ սովորեցնում նկարել, տեսեք, աչակողմի և ձախակողմի հատվածից, այսպես կոր գծիկներ ենք անում դեպի ներս, ստացվեց շատ լավ է, կոր գծիկով մոտեցնում ենք իրար, հետո այստեղ ոտքի թաթիկները կորիկով հեշտ եմ ուզում սովորեցնեմ, որպեսզի բարդություններ չառաջանան, ու արդեն մենք ստանում ենք ոտիկ, հոպ, հոպ, գծիկներով ոտիկները այսպես առանձնացնում ենք, այստեղ էլ փոքրիկ պոչիկ, հոպ, վերջ, կարող ենք կոճակներ տալ, քանի որ մուլտիպլիկացիոն կերպար է և այլն։ Գառնուկին շատ հեշտ ձևով գառնուկին ենք նկարելու, այսպես ուշադրություն, գծիկներ, ամպիկի նման մի պատկեր, դունչի կգառնուկի, ականջները կախ 1, 2, խորություն ականջներին, էլի հեշտ ձևով եմ սովորեցնում 4-ից մինչև 12 տարեկան փոքրիկների համար, կլորիկ աչքեր, 1, 2, սևիկները դեպի վերև, 1, 2, մի քիչ վախեցած, տեսնում եք, չէ, ունքերը թեք, հիմա, ինչ ենք անելու, այսպիսի քիթիկ ենք նկարելու, վախեցած, մարմինը ամպիկի նման, հոպ, 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 բրչա է, ձերքերը սևով եմ անելու, հոպ, երևի ինչ-որ բան է խնդրում, մյուս թաթիկը կկախենք ներքև, կճղակները, հիմա ոտքերը, կոր, այսպես, ոտքեր և էլի կճղակներ, ոտքի տակ ստվերներ, այստեղ էլ, առանձնացնենք մարգագետինը երկնքից, վերևում արև կնկարենք ու կսկսենք ներկել։ Կարող ենք սարերել նկարել, հեռվում անտառը, որ վերջում է ասվում է արագում հասավ գարանը, արավ թռավ անտառը։ Տեսեք, մոխրագույն գայլին ներկելու ենք մոխրագույն։ Ժամանակը տեսնենք, ներկելու համար լիքը ժամանակ ունենք։ Մոխրագույն մատիտով սկսենք ներկել մեր գայլի ականջները։ Մոխրագույն լավ է երևում, քերի։ Տես։ Աչքերը սպիտակ ենք թողնելու։ Ես կարող էի գայլին նաև կապույտ ներկել, մուլտիպլիկացիոն, բայց քանի որ այստեղ այս առակում գայլն ու գառը առակի մեջ ավելի չար է մեր այս հերոսը, ես կփորձեմ հենց իր գույնով էլ ներկել, մոխրագույն։ Գիտեմ, փոքրիկներ կան, որ գիտեն, նաև որ կան սև գայլեր, սպիտակ, բայց հիմնական գայլերը լինում են իմ փոքրիկ բարեկամներ, մոխրագույնը, ներկեցիք, դունչիկը սպիտակ կթողնեմ, կանցնենք մատիկներին, այսպես, մատի վերջույթները սպիտակ եմ էլի թողնելու,
բռունցքը այստեղ կներկենք, կանցնենք պոչիկին, պոչիկի ծայրն էլ սպիտակ կթողնեմ, այսպես, ոտքերը, ոտքի թաթիկների ծայրը սպիտակ, այսպես, և վերջ, շապիկը եկեք կարմիր ներկենք, մի փոքր գունեղ լինի, թող, այսպես, ընդգծելու եմ թևիկը, իմ լավ բարեկամներ, եթե կնկատեք, ես շապիկի թևիկը կլորացնում եմ աչակողմյան հատվածից, ավելի մուգ եմ ներկում, ձախակողմյան հատվածը ավելի թույլ, որպեսզի շապիկի թևիկը ավելի կլորանա։ Նույնը աջ թևիկի վրա կանենք, մարմնին մոտիկ ավելի մուգ կանեմ, մարմնից հեռու ավելի թույլ երանգով, ու ընդգծում ենք ամբողջությամբ շապիկը, այսպես։ Անցանք, ամբողջությամբ շապիկը ընդգծում ենք, նոր ներկում, որպեսզի պատկերից դուրս չգանք մեր գունավոր մատիտներով։ Գնացինք, ձախակողմյան հատվածը մուգ եմ ներկում, այսպես ծալքեր ենք նկարում նաև, սպիտակ մասեր ենք թողնում շապիկի վրա։ Հայդու փսլնքոտ, այսպես, գառնուկի դեմքը դեղին եմ ներկելու սիրելի փոքրիկներ, նախ կվերցնեմ նարնջագույն բաց մատիտը, բաց գույնի նարնջագույն մատիտը, կոպերը կընդգծեմ այստեղ գառնուկի, ականջին խորություն կտամ, կճռակները կներկեմ, այդպես գալարաձև մի քանի նախշեր կանեմ բրդյա մարմնի վրա, ճակատային մասում, դեմքը բաց դեղին եմ ներկելու, տեսեք, ականջներից եմ սկսում, սիրելի փոքրիկներ, շատ լավ է, մարգագետին կանաչ պետք է ներկենք, ես կվերցնեմ բաց կանաչ մատիտը, հիմա կնայենք ինչքան ժամանակ ունենք, դեռ երկար ժամանակ ունենք, նույնիսկ խոտիկներ կարող ենք անել։ Վերևից սկսում ենք բաց կանաչ մատիտով սպիտակ թղթիկը այսպես ճնշել։ Ես միշտ ասում եմ պետք է ձեր գունավոր մատիտով այսպես գծիկներով անցնել, նոր ներկել, ու շատ լավ կլինի, երբ որ ձեր մատիտը սկսում եք աշխատացնել, մի բան եթե լցնում եք կամ ունեք, չէ, գրքեր, ներկիր ինքդ, միշտ ներկելուց սիրելի փոքրիկներ, զուգահեռ գծիկներով, եթե այսպես եք նկարում, մինչև վերջ այսպես ներկեք, եթե դեպի աջ ու ձախ, մինչև վերջ, ուղղակի ընդգծելուց հետո սկսեք այսպես աջ և ձախ, կամ հորիզոնական, կամ ուղղահայաց, խառը պետք չէ ներկել։ Հիմա էլի ընդգծում եմ, եթե ձեր գունավոր մատիտներով սկսում եք արդեն սպիտակ թղթիկը ճնշել, ձեր հերոսը ավելի արտահայտիչ է դառնում և լավ է երևում, դուք այդ ժամանակ հասկանում եք, որ ավելի գեղեցիկ եք նկարել և ներկել։ Խոտիկները ներկեցինք, բացի դրանից ես ուզում եմ վերցնել մուգ կանաչ մատիտը, ուր ես դու մուգ կանաչ մատիտ, այստեղ ես։ Հիմա կառանձնացնենք փոքրիկ խոտի թմբիկներ կամ խոտեր, տեսեք, այստեղ էլ կարող ենք անել, դուք սրա փոխարեն նաև կարող եք ծաղիկներ նկարել, սիրելի փոքրիկ բարեկամներ։ Տեսեք, տարբեր տեղեր մուգ կանաչ մատիտով այսպես ես ներկում եմ։ Էլի խոտիկներ։ Կամ մեկը ձեր պիղծ ցեղից, շաշ չգաս քո տեղից։ Վարդագույն մատիտ ուր ես։ Հիմա կասեմ, թե ինչի համար է վարդագույն մատիտը։ Մի փոքր կցանկանամ վարդագույն մատիտով մեր գայլին ականջներին խորություն տալ։
այդպես նաև աչքերի կոպերը վարդագույն մատիտով կանենք, սպիտակ թողված հատվածը մի փոքր կներկենք, արև, եկ, զիզի, քարին, վեր, եկ, արևը դեղինով ենք ներկելու, իմ փոքրիկ բարեկամներ, այսպես, նույնիսկ կարող եք արևին կենթանացնել, մուլտիպլիկացիոն կերպար տալ, հիշում եք քերի մուլտիկնիկը շատ ժամանակ, երբ որ արև է նկարում, նրանք մուլտիպլիկացիոն կերպար է տալիս, այնտեղ աչքեր, քիթիկ, բերանիկ, զարմացած հայացք, ծիծաղող արև, նույնիսկ տխուր, երբ որ ամպերն են մոտենում նրան, շողերը արևի, և հիմա երկինքը բաց կապույտ ենք ներկելու, իմ լավ բարեկամներ, նաև սպիտակ թղթիկը ճնշելով, ամբողջությամբ պետք չէ, իբրև ամպիկ, բայց նաև բաց կապույտ մատիտով մեր գայլուկի գլուխը այսպես սպիտակ թղթիկից առանձնացնում ենք, մատիկները այստեղ կերևան, վերևում մի փոքր բաց կապույտ կանենք, համարյա թե ավարտեցինք աշխատանքը, բայց սև մատիտուր ես, այստեղ ես, հա դու, քանի որ այստեղ մատը տնկած է, եւի թե եղունգներ անենք, այստեղ ու այստեղ, մեկ էլ բութ մատի վրա կերևա, վերջ կարծես թե ավարտեցինք իմ փոքրիկ բարեկամներ մեր այս աշխատանքը, ովքեր մեզ նոր են միացել, քերի մուլտիկնիկը այսպիսի փոքրիկ մրցույթ է հայտարարել, դե արդեն 2-3 շաբաթ է այս մրցույթը հայտարարում եմ, լավագույն 8 փոքրիկ նկարիչներ ստանալու են այս նվերները, այս նվեր խաղալիքները SM փղիկ խաղալիքների խանութսրահի կողմից, մեր լավագույն բարեկամի կողմից, բայց ինչպես պետք է դուք այս խաղալիքների տերը դառնաք, պետք է նկարեք մեր հերոսներին ուղարկեք քերի մուլտիկնիկին, հերոսներ կան, որ սրանք քաջածանոթ հերոսներ են, հիշում եք գայլն ու գառը առակի հերոսներ, այստեղ պատմություն հորինել պետք չէ, արդեն հորինված պատմությունը կա, առակը կա, բայց նկարներ ունենք, որ քերի մուլտիկնիկը տեղում հորինում է նկարը, հերոսին, վերնագիրը եւ ասում են, որ դուք պետք է փոքրիկ հեքիաթ պատմություններ հորինեք, նկարեք նկարը, ուղարկեք քերի մուլտիկնիկին, մեր փոստային հասցեն արդեն գիտեք, ամփոփող է, Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Դա մեր փոստային հասցեն է, փոստով կարող եք ուղարկել ձեր նամակներն ու նկարները, ինչպես նաև պատմությունները։ Բայց այն փոքրիկները, ովքեր բնակվում են Նոր Նորքում, հատկապես Նոր Նորքի 5-րդ զանգվածում, երբ որ արդեն պատրաստ է իրենց նկարը, դե խոսքը ոչ միայն այս նկարի մասն է, այն նկարները, որ նկարել ենք 2 շաբաթ առաջ, անցյալ շաբաթ, նախանցյալ շաբաթ, քերի մուլտիկնիկը հիշում եք, նկարեց հերոսներին, հորինեց վերնագիր, տվեց առաջադրանք ձեզ մեծերի հետ, ձեր մեծերի, տատիկների, պապիկների, հայրիկների, մայրիկների, մեծ քույրիկների, եղբայրների հետ միասին մեկ էջի վրա հորինում եք պատմություն, հեքիաթ պատմություն եւ ուղարկում քերի մուլտիկնիկին։ Խոստանում եմ բոլոր հեքիաթները ընթերցել, ցուցադրել բոլորի նկարները անպայման։ Իսկ լավագույն 8 նկարի եւ պատմության հեղինակները կստանան այս նվերները SM փղիկի կողմից իբրև մրցանակ։ Վերջ ժամանակն է հրաժեշտի։ Սիրելի ծնողներ, իսկ դուք ձեր փոքրիկների համար բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Ժամապահ քերին, մեր գայլն ու գառը, մուլտ աշխարհի ձեր սիրված հերոսները, SM փղիկը եւ քերի մուլտիկնիկը հրաժեշտ են տալիս ձեզ հանդիպելու ակնկալիքով, հանդիպենք հաջորդ հաղորդմանը նույն ժամին, նույն տեղում։ Ալբուլդա։ Oh.